Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ հետ Անինը Եվ Գոհարը։ Այսօր խոսելու ենք թեթև տանելուց, ավելի ճիշտ էմոցիաները արժեզրկելուց։ Ես վստահ եմ, որ դուք լսել եք այդ արտահայտությունը թեթև տար, ու այդ արտահայտությունը հաստատ ձեզ ասել են այն ժամանակ, երբ որ դուք կիսվել եք ձեր համար կարևոր ինֆորմացիայով, հաճախ նաև վստահ եմ, որ շատերը ինչ որ մի բանի մասին խոսելուց ուրիշ մարդկանց հետ, երբ որ դա կիսվելու մասին է, տրամադրվում են, իրանց ուժերը հավաքում են, որ իրանց համար կարևոր ինչ որ բանի մասին խոսան ու լինում է դեպքեր, որ մենք այդ արտահայտությունն ենք ստանում, լավ դե թեթև տար։ Ու ստացվում է, որ դիմացինը արժեզրկում է ձեր էմոցիաները կամ ուղղակի պատրաստ չի այդ պահին ձեզ հետ խոսել ու տենց լուծումը գտնում է ձեզ ասելով թեթև տար անցողի կա Աֆրիկայում ավելի ինչ որ վատ իրավիճակներ կան, ինչ որ ավելի վատ օրինակ է բերում թվացial բանաներու սատարելու համար, հա, ձեզ կարող է իրոք այդ մարդը այդպես ինչ որ այդ մեթոդը գիտի ձեզ սատարելու, բայց վստահեցնում եմ այդ թեթև տանելու դրան հաջորդող բոլոր էմոցիաների այդ բաները, արժեզրկումները եւ այլնը օգնող մեթոդներ չեն, որովհետեւ դիմացինի համար այդ պահին դժվար է կիսվել, ինքը ուժերը հաղթարել է, կիսվել է ձեզ հետ ու հայտնվում է ինչ որ իրավիճակում, երբ որ ոնց որ երկխոսություն շարունակելու տարբերակ չկա, իրան ասում են թեթև տար, բայց ինքը ունի ապրումներ, էմոցիաներ, որոնցով կիսվել է, ուզում է շարունակի կիսվել ու դա հետո կարա դժվարացնի նաեւ ազդի մտերմության վրա մարդկանց, քանի որ այդ մարդը անձավոր կիսվել է, չկարողանա հետագայում ինչ որ ուրիշ իրադեպքերով կիսվի, որտեղ ամեն անգամ հայտնվի այն իրավիճակում, երբ որ իրան ասում են թեթև տար, ու իրան կարա թվա, որ իր հետ ինչ-որ բան այն չի, կարծես թե չէ, դե ոչ կարևոր իրավիճակ է, էլի պետքա թեթև տանել։ Ու իդեպ խոսելով կարևորությունից, այդ թեթև տանել արտահայտությունը կիսվող մարդու համար բերում է այն մարդու, այսինքն ով որ կիսվում է, կիսվող կողմը, իր համար բերում է էմոցիաներ ոչ կարևոր լինելու, որովհետև հաճախ է տենց, այսինքն միշտ չի տենց, ոնց որ կարող է տենց իրավիճակ լինի, որ ասես ինչ որ մեկ այդ մի բան կիսվես, ասի թեթև տար, ասես լավ դե։ Հա, օգնեց։ Կարա լինի տենց, բայց քիչ։ Ու ոնց որ այդ մարդին ոչ կարևոր է զգում իր ապրումները, էմոցիաները ոչ կարևոր են դառնում։ Ու ոնց որ Անին ասեց, հետագա շփումն էլ ավելի բարդանում է, որտեվ եթե այդ մարդը ունի օրինակ կարևորության, իր կարևորության ընկալման խնդիր, իր համար այդ իրավիճակում ոնց որ հաստատվում է, որ հա էլի դե ոնց որ ինքը այդքան էլ հա կարևոր չի այդ շփման մեջ։ Հատկապես երբ որ ասում են թեթև տար ու իրանք սկսում են իրանց պատմությունը պատմել, իրանց ապրումներով կիսվել, բայց դու պետք է լսես ու թեթև չտանես ու օգնես ու աջակցես, դա ավելի ամրապնդում է Գոհարի ասած այդ ոչ կարևորության մասը, որ մարդուն թվում է, որ դա ինքը կարևոր չի այդ հարաբերություններում, այլ չի էլ կիսվում հետո։ Ու հետո ունեն մենք խնդիրներ, թե եթե վատ երխի չէիր ասում եւ այլն, ոնց որ շատ խնդիրների է բերում, ամեն դեպքում մեր ասածային է, որ կալիքը տարբերակներ, եթե դու ռեսուրսի մեջ չես լսելու, ոնց մարդուն ասես, հա, որ գիտես, ես պատրաստ չեմ լսեմ, բայց ես մասին մի քիչ ավելի ուշ, հիմա ավելի շատ ոնց որ խոսում ենք երևի պատճառներից, հա, ոնց որ ինչի է ձևավորվել։ Մենք հայերենում ունենք շատ լավ բառ արժեզրկում, ինչը ամենաերևի ոչ ցանկալի բանն է, որ կարելի է անել մարդու հանդեպ, մարդու հետ։ Հիմա ավելի մանրամասն խոսենք դրանից, ու թե ոնց կարելի է որակյալ ապրումակցել, կարեկցել մարդուն, դիմացինին ու չասել թեթև տար ու պահպանել հարաբերությունները եւ այլն եւ այլն։ Այստեղ իհարկե ես կկրկնվեմ ինչպես բոլոր ոդքասթներում եւ այս էպիզոդի բոլոր նկարման օրերում, որ դա մանկությունից է հաճախ գալիս, չենք կարող այդ մասը բաց թողենք, որովհետեւ այդ շատ կարեւոր կետ է առհասարակ յուրաքանչյուր մարդու կյանքում, որ մենք ընդեղ ենք սովորում հիմնականում այն, թե ինչ որ հետո է մեր կյանքում կատարվում, ու այստեղ ծնողից է գալիս հաճախ, երբ որ ծնողը պատրաստ չի ու կամ չի կարողանում աջակցի երեխային իր
պայմանական վերցրած բացասական էմոցիաների ժամանակ, հա, այդ օրինակ տխրություն բան են, ինչ որ մարդիկ վատն են համարում։ Օրինակ, երբ որ շատ լավ օրինակ կա հասկանալու, երբ երեխան ընկնում է ու ինչ որ տեղը վնասում է, ու սկսում է լաց լինել, մենք սկսում ենք իրան ինչ որ ցրել, որ ինքը չհասկանա ինչա կատարվել, որ վայ բան չեղավ, այ ծիտիկը թռավ, այ շունիկը ցիցավ, տենց բաներ եմ լսել։ Հա, չի ցավում, ճիշտ է, ու տենց ոնց որ մի քիչ ավելի պապենական եկած բան կա, ասում են ինչ գթար, բան։ Հա, բան ինչա նայ։ Հա, ցրում են երեխուն, որ չհասկանա ինչա կատարվել, որ չլացի։ Բայց այդտեղ կարևոր կետ կա։ Պետք է լացի, որովհետև լացումը, ցավումը լացում է։ Ձևը տենց է։ Հայ է հիմա։ Այո, ձեզ էլ որ ցավում է, կարող լացեք։ Հա, կարելի է։ Ցանկալի է։ Ցանկալի է, պետք է։ Հա, ինչևէ, ինչ էի ասում, որ այս սովորացնում է երեխուն, որ ինքը նախ սխալ է հասկանում իր մարմնի արձագանքները, որտեվ իր համար շատ կարևոր ֆիգուրա, հա, ծնողը կամ խնամակալը, իրան ասում է, որ դա տենց չի ոնց դու զգում ես։ Ինքը սկսում է իր մարմնի արձագանքները սխալ ընկալել, ինքը սկսում է իրան գուցե ոչ կարևոր զգալի, այդ արդեն մի քիչ մեծ է ու կարողանում է ինքը իրան այդ ռեֆլեքսիան ունենա, հա, ինքը ինձ ցավում էր, այս ինչի ցավում։ Դե պատճառահետևանքային բան է իրան ձևավորում, որ եթե սենց ուրեմն սենց։ Այո, ու ինքը տենց ձևավորում է։ Ինչ անել այս դեպքում, այդ էլ կուզեմ ասեմ, երբ որ օրինակ երեխան ընկնում է ինչ-որ տեղը ցավում է, պետք է իրան աջակցել, մենք իրան պետք է վերադարձնենք իր էմոցիան, որ վայ ընկար, ցաված, տխրեցիր, կուզես արի լացենք, կամ կուզես լացի, այդ նորմալ է, կամ գրկել իրան, ինչ-որ մեթոդներ առաջարկել, որ, չգիտեմ, կուզես գնանք լվանանք, կամ ջուր խմես, կամ ասել, որ հեսա մի փոքր հետո այդ ցավը կանցնի, ինչ որ սենց էլ ոնց որ իրականությունը ասել։ Գունավոր, չգիտեմ, պլաստիլ բաներ պահել են, ինչա կոչվում, դրանցից, չգիտեմ, պլաստիրներ դրանից կպցնել, մի խոսքով լիքը բաներ կա էլի։ Օգնող բաներ այդ սիտուացիայում։ Ցրող, այլ այդ իրավիճակում ինչ որ լուծում, որը օգնում է երեխային հաղթահարել դա, պարտադիր չի հենց այդ պահին։ Իհարկե, ես կարծում եմ, որ ծնողները այդ ցրելու բանը հիմնական անում են, որ երեխան չառնչվի այդ պայմանական վատ էմոցիաների հետ, բայց դա կարևոր է երեխայի համար, ոնց որ Գոհար նշեց, մանկությունից այդ բոլոր էմոցիաների ապրումները գալիս, որ մարդը կարողանա հետագա կյանքում էլ առնչվել այդ պայմանական վատ կամ բոլոր էմոցիաների հետ, որ չպահի իր ներսում, իմանա, որ երբ է, որ եթե բարկանում է, բարկանա, չգիտեմ, լացը գալիս է լացի, հատկապես տղա երեխաներին են, չէ, ճնշում այդ ընկնել չլացելու մասով, որ տղա ես ղզիկ չես, չգիտեմ, քեզ ձիգ պահի հավաքի, ինչ որ տենց մի բան, ու հետո տղաները ամբողջ կյանքում կարա այդ մի հատի փոքրիկ մի բանից վերածվի նրան, որ տղաները բավական դժվար կարողանան իրենց էմոցիաները արտահայտել, ու ինչի այդ բերում, չգիտեմ, սրտանոթային խնդիրների, ինչ որ փանիկը թակների, միջին տարիքում երևի ավելի շատ կամ նույնիսկ երիտասարդ ժամանակ այդ ամեն ինչը սկսում է, այսպես ասած, դուրս տալ։ Եթե դու չես արտահայտում, այդ չի նշանակում, որ այդ չկա, այդ նշանակում, որ դու այդ ճնշեցիր, հա, էմոցիան միշտ կա, ու մարդիկ ովքեր չեն առնչվում այդքան այս էմոցիաներ, վարք եւ այլն այս թեմաների հետ, իրանք ոնց որ այդքան էլ տեղյակ չեն այդ ամեն ինչը ոնց է կատարվում, բնական է, որ չի հետաքրում, չեն առնչվում, չգիտեն։ Բայց եթե հետաքրքրում է, ոնց որ այդտեղ կարևոր է իմանալ, որ եթե դու ունենում ես էմոցիա, օրինակ թեկուզ ագրեսիան ճնշում ես, հա, ինքը կա, ուղղակի չես արտահայտում, ու հետո մարմնի միջոցով արտահայտվում, օրինակ, չեմ, սկսում ես վատ քնել, սկսում ես տագնապել, սկսում ես գուցե դեպրեսիա ունենաս, կամ չգիտեմ, կենթանիներին են սկսում վատ վերաբերվել իրենցից ավելի թույլ փոքր էակներին մարդկանց, ինչ որ մի ձև այդ ագրեսիան սկսում է արտահայտվել, էմոցիաներն են դժվար կառավարում, սկսում կառավար, ամեն մի մանրուք կարա շատ ուժեղ ազդի մարդու վրա, բարկանա ամեն մի ինչ որ մանրուքից, որին արձագանքը կարծես թե ավելի հանգիստ պետք է լիներ, բայց ասում են ես ներվային եմ։ Այդ իրարամերժ բանը, չէ, որ կարծես թե ներվերից է, շատ ենք չէ ասում ամեն ինչ ներվերից է բան, բայց նաև դրա հակառակը, որ թեթև տար, որ կարծես թե բոլորս գիտենք, որ ամեն ինչը ներվերից է եւ մանկությունից է, բայց դրանից հետո ինչ որ բան չենք անում, չկա այդ գործողությունը, որ ինչ որ զրոյական վիճակ էլի,
Ներվերից է, հա, դե թեթև տար լավ բան չկա, ու տենց թեթև տար որ ներվերից չլինի։ Հա, թեթև չես կարող տանես։ Հա, կամ չէ տենց բաներ, հա, էլի այդ որ ասում էի, այդքան մի մտածի կամ չէ բան, հա, չէ։ Տնաս այդ ոնց հալում, որ խորտ ես տալի այդքան մի մտածի։ Աշխատեց։ Չեմ մտածի։ Այդ ոնց է, չգիտեմ։ Հետաքրքիր խորհուրդներ են, թեթև տար, մի մտածի այդքան կամ լյուբոյ այդ ոճի խորհուրդը հետաքրքիր է ոնց է աշխատում, որովհետև ինձ վրա օրինակ շատ վատ աշխատում, որովհետև ես օբսեսիաներով մարդ եմ ու իմ մտքերը շատ բան են, կպչուն են սկսում դառնալ ավելի ու ավելի են խորանում դեպի այդ մտածելը։ Լսի դե որ թեթև տանես դες չի լինի։ Կարող է, Կարես պրոստո օբսեսիաներ չունենաս։ Այդքան բան։ Այո, կփորձեմ։ Դե հա։ Եվ թեթև տանել։ Կուզենք ընդգծել, որ մենք այս էպիզոդում թեթև տանելը հենց էմոցիաների արժեզրկման տեսանկյունից ենք քննարկում, որովհետև օքեյ, առօրյայում կարող ենք ինչ-որ հասարակ թվացող հարցերում իրար ասել թեթև տար ու դա ինչ-որ օգնի, որպեսզի մարդը շեղվի, ինչ-որ մի այլ բանով զբաղվի, չգիտեմ, ինչ-որ բան աջարդվի, ինչ-որ մի առօրյական, չգիտեմ, շիշն ամոռացել, ինչ-որ մի բան արել, ջուրն ամոռացել, փակի եւ այլն, բայց էմոցիաների արժեզրկման տեսանկյունից, ինչպես արդեն ասացինք, դա ոչ արդյունավետ մեթոդ է։ Ու հա իհարկե մենք ստեղ կուզենք նաև նշել եմ, որ այս մենք չենք խոսում այն մասին, որ եթե քո հետ կիսվել են, դու պարտադիր պետքա լսես, որովհետև հաճախ մենք մեր աշխատանքի բերումով, մեր ընտանիքի տարբեր հարցերով, թեկուզ ուղակի չունենք ռեսուրսներ լսելու ուրիշ մարդկանց էմոցիաները ու այդ պայմանական վերցրած բացասականը կիսենք իրար հետ, դա շատ բնական է ու օքեյ է, որ դու գիտես, որ դու դրան պատրաստ չես։ Ոստեղ կարևոր է, որ ավելի կոնստրուկտիվ պատասխան տանք այդ իրավիճակում, որ ոչ թե ասենք լավ դե թեթև տար կամ տենց ցրենք բան, այլ ոնց որ ասենք գիտես ես հիմա այս պահին պատրաստ չեմ լսեմ կամ գուցե կարամ լսեմ, հա, իվիճակի չեմ։ Ոնց որ ասես իրան ինչա կատարվում, բայց նաև կարես նշես, որ գիտես իմ համար շատ կարևոր է, բայց ես այս պահին չեմ կարա, գուցե արի թողենք չեմ վաղը կամ մի քանի օրից։ Կամ դու կիսվի, ես կկարդամ, եթե օրինակ տեքստային եք շփվում, կամ աուդիոն ուղարկի, ես կլսեմ մի քիչ ավելի ուշ։ Հա, ինչ որ տենց մի բան էլի, եթե մարդը հենց ձեզ հետ է ուզում կիսվել։ Շատ օքեյ է այդ պատասխանը տալ, որովհետև նշի մենք սովորացնում ենք ինչն է օքեյ, ինչը չէ, բայց ավելի կոնստրուկտիվ անկեղծ է երևի ավելի։ Հա, մեթոդներ ենք փորձում տանք, որ ավելի ապահով լինի գուցե միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, որովհետև եթե ամեն մարդ կարողանա մի փոքր գոնե իր կողմից ներդրում ունենա այս ամեն ինչի մեջ, հաստատ մենք իրար ավելի շատ կսիրենք ու ավելի լավ կլինենք իրար հետ բոլորս։ Այո, ավելի հեշտ կկիսվենք իրար հետ, ինչ որ թեթև թվացող կամ աննշան թվացող, բայց մեզ համար այդ պահին կարևոր ինչ որ ապրումներով, էմոցիաներով ու չենք հանդիպի այդ պատին թեթև տանելու արժեզրկման ու երբ որ դիմացինը մեզ ասի անկեղծ լինի մեզ հետ, որ այդ բային պատրաստ չի, կարծում եմ նորմալ է, մենք հաստատ իրան կհասկանանք, որտեվ ինքն էլ կիսվել է իր ապրումներով այդ պահին։ Եթե չհասկանանք, էլի նորմալ է, բայց կարևոր է այդ անկեղծ շփումը պահելն է երևի, թե եւ ոչ թե արժեզրկումը։ Այդ որակյալ ապրումակցման մասն է, էլի։ Ուստեղ մի բան էլ կուզեմ նշեմ, որ շատ արդար է, որ մեր համար դժվար է լինում մարդկանց այդ условно բացասական էմոցիաների հետ առնչվել, որովհետև մենք միշտ չի որ կարողանում ենք այդ լսենք ու աջակցենք ու միշտ չի որ մենք կարող ենք այդ կիսենք, որովհետև առհասարակ այդ էմոցիաների բարակայում դու ոնց որ չգիտես ինչա կատարվում, ինչ անես, մենք մի քիչ ավելի հաճախ ոնց որ սովոր չենք լինում, օրինակ թեկուզ լացելը, հա, որ հանգստացնում է, մենք սովոր չենք այդքան շատ ժամանակ լացելուն։ Գուցե ջղայնանանք, բայց լացելը գուցե այդքան չստացվի կամ էլի շեղենք մեզ այդ շատ հանդիպող բան է շեղելը, չգիտեմ, շոփինգը, գեյմինգը եւ մնացած ամեն ինչը մի խոսքով ինչի է դժվար ընդունել, որովհետեւ մի տեսակ ընդունելը նմանվում է այդ հանձնվելու գաղափարին, հա, որ ընդունում ես, որ դժվար է այդ ամեն ինչը, ոնց որ հանձնվես, բայց այդտեղ կարևոր է թերապևտիկ տեսակետից նշել եմ, որ ընդունումն է, որ հենց բերում է ինչ-որ փոփոխություններ, այսինքն դու ընդունում ես, որ քեզ դժվար է թե կիսվելը, թե լսելը, այդ ժամանակ արդեն լինում են այդ փոփոխությունները, որովհետև այդ շատ օքեյ է, որ դժվար է։ Ինձ թվում է դա ավելի շատ ոչ թե հանձնվելու մասին է, այլ
նո բացի ընդունումը երևի թուլանալու լավ իմաստով եւ տրվելու այդ էմոցիաներին, եթե կա ռեսուրս եւ ձեր եւ դիմացինի ու ապրելու այդ էմոցիաները, որովհետեւ բոլոր էմոցիաներն էլ լավն են, հետաքրքիր են, դժվար են, բայց պետք են ու դրանք փակելը հաստատ ավելի վատ հետևանքներ է ունենում, քան դրանք այդ պահին ապրելը ու անցնել առաջ արդեն։ Եկեք մի քանի արտահայտություններ քննարկենք, թե ոնց է առհասարակ այդ արժեզրկումը երևում ու կարանք հերթով քննարկենք։ Օրինակ արտահայտություններ կան, չէ, որ շատ sense բան են սուր են շատ հնչում, օրինակ ասում են, հա դե կարևորը չես մեռը, ինչ անենք, բան sense ինչ որ։ Կամ օրինակ որ ասում են Բամեր վախտով մենք ոնց ենք կարում ինչ որ մի հատ բան օրինակ չգիտեմ։ Որ մրցույթի նման կար։ Հա, որ այն ժամանակ օրինակ ջուրը ժամով էր, տակ չէր տներում եւ այլն։ Չկար։ Մենք ոնց ենք կարում սա հասցնեի։ Անի։ Պոլերաժալի նորմալ է, չէ՞։ Միջակ տենց էր։ Ինչ է կանում ժամանակից բժշկություն օրինակ։ Հա։ Թեթև տարեք ձեր հիվանդությունները, չգիտեմ, դիաբետիկ է, թեթև տար։ Դե կեր լավ այդ կամֆետը։ Կա նաև իրավիճակ, երբ որ օրինակ դիմացին ասում է, իսկ գիտես, ինձ մոտ օրինակ ու սկսում է իր ինչ որ իրավիճակը պատմել, երբեմն դա կարա երևի օգնի որպես ապրումակցում, բայց ինձ թվում է երբեմն, որովհետև երբ որ դիմացինը կիսվում է, ինքը ուզում է ինքը լսված լինել եւ ոչ թե լսել ձեր պատմությունը։ Հա, ու հետաքրքիր մի այստեղ բան կա, որ եթե ձեր մոտնեց հարաբերությունները, որ դուք կարաք դիալոգի մեջ այտենց իրար հետ կիսվելով, sense լավ գնաք, օքեյ, բայց եթե տրամադրվել ես գնացել ես ասել ես գիտես ես այսօր ինձ նենց վատ եմ զգում ես օրինակ շատ տխուր եմ այսօր ու տենց կողքիդ մարդ ասում է հա ես էլ այսօր ու սկսում եմ բա գիտես բանի մոտ բաս այսօր ես ու տենց սկսում եմ սաղ պատմում էսի լավ չէր լավ չէր sense մի տեսակ կորել ես դու արդեն всё չկաս ուստի մեծ հետաքրքիր գիտես ինչ էլ կա նկատել եմ օրինակ թերապիայում մենք ասում ենք այդ ակտիվ լսել այդ բանը մարդիկ միշտ չի որ ունեն օրինակ այդ ակտիվ լսելուց դու ոնց որ երևում է որ լսում ես այդ մարդուն դա ոնց որ չլինի այդքան շատ ոնց որ դու խոսում ես այդքան լսված չես այդ լսված լինել բացի կարևորից դա լսվածը կա որ դու լսված ես հա ինքը իր մտքերի մեջ է խոսում ես ինքս Այնի sense արի, այնի նենց արի։ Կամ չխորցներ են փորձում տալ էդել, չէ՞։ Էդել վատ է։ Ձգտել օգնել անպայման, բայց հաճախ այդ օգնելու բանը պարտադիր չի կարելի, ուղղակի սովորել լսել։ Դա սովորելու վրա է ինձ թվում, որովհետև ես էլ ինչ որ տենց սովորություն անպայման ինչ որ խորհուրդ տալու կամ ինչ որ օգնող մի բան ասելու կամ ինչ որ իմ օրինակները ասելու եւ այլն, իմ փորձով կիսվելու, բայց հետո զգացի, որ օրինակ ընկերներ ունեմ, որ պայմանավորում ենք, որ չգիտեմ, եթե ինքը ինչ-որ բան ուզում պատմի, սկզբում ասում է, չգիտեմ, ուզում եմ բան բասեն կամ ուզում եմ ինչ-որ բանով կիսեմ, ուզում եմ բողոքեմ այս մի բանից, ես արդեն գիտեմ, որ իմ բաները բացարձակ պետք չեն, դա ոչ մի հմտություն, ոչ մի բան, միայն լսելու եւ աջակցելու այդ պահին, որ հա, բան, եթե տեքստով է, ոչ թե լուր պրոստը կարդալու, արձագանքելու ինչ-որ բաների, որ լավ չի կամ լավ է եւ այլն, իսկ դու ոնց ես եւ այլն։ Այդ շատ հավես բան ես ասում, որտեվ ես թե թերապևտիկ process-ից ելնելով, թե իմ կյանքում ես հասկացել եմ, որ մարդիկ կան, ովքեր իրանք չեն կարում տեսնեն այն, թե ոնց կարա քեզ օգնի ուղակի լսելը, բայց հաստատ կարա, որովհետև իրավիճակներ կան օրինակ կյանքում, որ ինչ-որ խնդիր է, շատ հեշտ լուծում ունի, շատ հեշտ բարձ լուծում, որ sense չգիտեմ, պետք չի դրա համար մտածել, ոչ մի բան, չգիտեմ։ Էս պետք է անել, այսա պետք է անել, всё։ Պրիմիտիվ ասենք, չգիտեմ, լվացքը պետք է փռել, լվացելը մեքենան պետք է փռել, всё, ուրիշ չկա այդտեղ տարբերակ։ Կա տարբերակներ, բայց ոնց որ դա ամենառացիոնալը։ Մի խոսքով, ու քեզ պետքա կիսվել, օրինակ, վայ գիտես, ես տխուր եմ այդ լվացքի մեքենան լվացել այդ, բայց ես հավես չունեմ փռեմ, բան ու դու ուզում ես օգնել, հա, խոսաս այդ մասին, բայց մարդիկ ասում են, գիտես ինչ կա, բայց լավ կլինի այդ լվացքը օրինակ փռես կամ ինչ որ sense բաներ։ Փռես, որ շուտ չորանա, ինչ որ այդ տիպի էլի, որ ինչ որ ռացիոնալ բաներ են սկսում առաջարկել, որը քեզ ավելի անյարդայնացնում, որտեղ դու գիտես։ Հա դու ուզում ես ուղղակի նվնվաս մի քիչ, ու տենց հանգստանաս այդ էմոցիաները
ինքնդ արտահայտես, այդ նվնվալն էլ է լավ իրականում, լացելու նման օգնում է շատ։ Այդ պետքա, այն մարդիկ ովքեր դժվար են պատկերացնում այդ խորտ չտալ պրոստը լսելը, ես ասում եմ, այդ օգնում է լսելը պրոստը։ Կարակ ոչ մի բան բացարձակ չասեք, պրոստը ձեր հետ կիսվեն, դուք ասեք, Ձեզ համար էլ է լավ, փաստացի այդ պահին ինչ որ շատ կոպիտ ասած ինչ որ պատասխանություն ձեզ վրա չեք վերցնում դիմացինի խնդիրը կամ էմոցիաները լուծելու։ Դուք լսում եք իր հետ ինչ որ ապահով միջավայր եք փորձում ստեղծել, որ ինքը կարողանա կիսվել ու իմանա, որ ձեզ հետ կարա կիսվի, դուք լսելու եք, չեք քննադատելու, ինչ որ անպայման խորհուրդներ չեք խցկելու։ Ну, կարեք պրոստը վերջում ասեք, ես տեղ եմ քո համար։ Всё, այդ կօգնի հաստատ իրան։ Երբ որ պետքա գրի, կապ չունի ժամը, երբ որ վիճակի լինեմ կպատասխանեմ եւ այլն եւ այլն։ Անկեղծությունը շատ ֆունկցիոնալ բան է կյանքում։ Վերջում երևի լրացնենք նրանով, որ շատ կարևոր է այդ պահին, երբ որ մարդը ձեզ հետ կիսվում է, առաջարկել օգնություն, օրինակ արտահայտությունը, որ ինչա պետք է ձեզ պահին, ինչով կարող եմ ես օգնել, ինչի կարիք ունես, ոնց ես քեզ զգում, չգիտեմ, օրինակ, կուզես ապուր առաքեմ քեզ տուն, տաքապուր ուտես կամ թե ինչ որ պատրաստեմ միասին խմենք, կակաո կամ ինչ որ տենց մի բան, որը կոմֆորտ զոնա կտեղափոխի այդ մարդուն, ավելի կհեշտացնի էմոցիաները ապրելը։ Հա, որովհետև մենք բոլորս տարբեր ենք ու կան մարդիկ, ովքեր իրոք իրանց պետքա անընդհատ տալ խորհուրդներ կիսվելուց։ Կան մարդիկ, ովքեր բացարձակ ոչ մի խորհրդի կարիք չունեն, կան մարդիկ, ովքեր միքս են, այսինքն մենք չենք կարող իմանանք ով ոնց է։ Իրավիճակային էլի։ Դաժե եթե այդ մարդիկ մեր մոտ մարդիկ են կամ մեր կողակիցն է, հա, մենք կարևոր է հաճախակի այդ հարցը տալ ինչ անեմ քո համար, ոնց քեզ օրինակ աջակցեմ, երբ որ քեզ վատ է, որովհետև մարդիկ են փոխվում, կարող չգիտեմ, այսօր ինքը ուզում է, որ իրան աջակցեն լուր մնալով, ասենք, չգիտեմ, 3 տարի հետո ինքը ուզում է, որ իրան ակտիվ օգնություն կոնստրուկտիվ խորհուրդներով, բանով։ Չես կարող իմանալ, դրա համար կարևոր է այդ խոսալը, հարցնելը, ակտիվ լսելու մասն է այդ հարցնելը, թե ինչի կարիք ունի այդ մարդը։ Երևի այսքանը եւ լրացնենք, որ եթե չունեք այս պահին մարդիկ, ովքեր ձեզ ակտիվ կլսեն կամ ընկերներ չունեք, որոնք էլի առանց խորհուրդների կամ չգիտեմ, չեք ուզում իրancs հետ կիսվել, հոգեթերապիան միշտ ձեզ կօգնի երևի ապրել այդ էմոցիաները, հա, կիսվել հոգեթերապևտի հետ, դա շատ կօգնի, աջակցող ապահով միջավայր կլինի ձեզ համար միանշանակ ու գուցե դուք էլ սովորեք հետո մի քիչ թեթև տանել։ Հեսա բայց իրոնիա է, էլի հեգնանք է, որովհետև եթե ձեզ համար կարևոր է այդ էմոցիաները, ուրեմն պետք չի թեթև տանել, ապրեք ինչքան որ պետք է այդ էմոցիան, ճզմեք իրանից ինչ որ կա, էլի։ Կստացի մի հատ հետաքրքիր բան կարակ այս ռեկլամա չի, ինձ դրա համար չեմ վճարել, բայց ես կասեմ։ Կարա գնաք Crash Comnata, չգիտեմ գիտեք թե չէ։ Ես երեք տենց կինո նայեցի։ Շատ հավես ենք գնալ, հա։ Ես քեզ կասեմ։ Կա Երևանում կա։ Այո, ես իմ այցելներին հաճախ ուղարկում եմ։ Գրեք մեզ կգովազդենք, եթե պետք է։ Напиши нам, ինքը ռուս է։ Հա, օքեյ։ Будем ждать. Crash Comnata напиши нам։ Okay. Բայց թերապևտիկ տեսանկյունից լավ բան է, էլի։ Շատ լավ բան է։ Շատ հավես բան է։ Բարգությունը որակյա, էկոլոգիապես արտահայտելու գտանք այդ բառի։ Այո։ Ճիշտ օգտագործելը։ Համարյա թե անվնաս, որտեվ կա ինչ բաներ են գնում դրդ։ Բայց հա, շատ լավ տեղ է։ Այսքանը։ Լավ մնացեք։ Սպասեք մեր մյուս էպիզոդին։ Հա։ Ինչ հանդիպում։ Վերջապես էսի նկարեցինք։ Կարանք ասենք, որ երրորդ անգամ ենք նկարում արդեն պրոստես ամեն ինչ։ Ու մենք այս թեմայից արդեն ասենք, որտեվ ճուճիլկով այս թեման գինենք։ Մենք ունենք շատ լավ հայրենում արժեզրկում, էմոցիաների արժեզրկում, ինչը բառը։ Ինչ։ Բառը, հա, sorry։ Ասեցի մենք ունենք շատ լավ արժեզրկում, ասեցի։